որ երևի 19-րդ դարի ասում քանդում են տուն, ասում երեք օրվա ընթացքում Ֆիրդուսի կամ Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատումը ակտիվ ընթանում է, միաժամանակ նաև պաշտպանվում են տարբեր մարդկանց իրավունքները, ինչպես օրինակ այս տան տիրոջ իրավունքները, որը կղզյակի տեսքով առանձնացված է եւ 4 կողմից փոս է փորված։ Փաստացի տունը չի քանդվել, բայց մարդիկ էլ դրան բնակիչներ, եթե ցանկանան, այնտեղ այցելելու միայն մի ճանապարհ ունեն՝ ուղղաթիռով։ Մենք գտնվում ենք, այսպես ասած, 33-րդ թաղամասում Ֆիրդուս փողոցի մոտակայքում ենք գտնվում, որտեղ տեսնում ենք շինարարական աշխատանքներ, քանդման աշխատանքներ, ասես տեղ արտեղ լոկալ ինչ որ կատարված առանց կազմակերպման, առանց բանի, ասես կանալիզացիոն եւ այլ ջրային, այսպես առանց հաշվարկների ինչ որ գործողություններ են կատարում։ Այստեղ ապրում են բնակիչներ, այստեղ ապրում են ընտանիքներ, երեխաներ, ծերեր, հիվանդներ, երիտասարդներ։ Այստեղ մենք գնում ենք ինվեստորի տուն, ընդհանուր երկու գույքից է բաղկացած, ընդհանուր 170 քառակուսի մետր հողամասը, որի վրա այս տունն է գտնվում։ Այստեղ փոքր այգի ուներ, երկու մասի բաղկացած, մի այգին քանդել են ու դիտավորել են քանդել, այս քանդելը իրանց անհրաժեշտություն չէ եւ իրանք բանավորել ասում են, այս փոսը մեզ պետք չէ, զուտ արել են, այսպես ճնշելու, հա, որպեսզի օրինակ գիշեր ինչ որ մեկ ուզենա այստեղ ինչ որ բան լի գնանք մի փոսը, այսպես մի հատ սպառնալիք, ինչ որ մի հատ քայլ են անում, որի արդյունքում այս տարածքի սեփական։ Իհարկե, սեփականության վկայական ունի, երկու հատ սեփականության, մեկ գարաժի, որը մենք սկզբնապես եկանք, մեկն է հողամասի սեփականության իրավունքն է եւ տոնը։ Հայտարարի չեն գալիս հիմնականում դատական process-ի պատճառով։ Դատական process-ում տեսնում են, որ հավանաբար դատավորը իրենց օգտին վճիռ կայացնի, հավանաբար ինչ որ տեղեկատվություն ունեն, հավանաբար դատավորից, որ այդ վճիռը կկայացնի, դա որը իրենց համար հիմք է տալիս եզրակացնելու, որ կարիք չկա բանակցելու եւ իրենց ցանկության կամ իրենց համաձայնությամբ ինչ որ գումար տալու եւ շուրջ, եթե չեմ սխալվում, 100 միլիոն դրամ են առաջարկում այս ամբողջ այս երկու գույքերի համար, չհաշված 15% այդ պարգևավճարը, որը օրենքով նախատեսված է, բայց իրականում այս փորձաքննության մեջ արձանագրվել է, որ տարածքում քառակուսի մետր հողամասը շուրջ 2 միլիոն դրամ է, որը արդեն իսկ 2-3 անգամ շահատացնում է արժեքը, բայց ըստ փորձագետի այս տարածքը շուկայական հարաբերություններում լավ գույք չէ, ուստի կատարվեց նվազեցում մոտավորապես կարելի ասել 2 միլիոն դրամը դարձավ շուրջ 800,000 դրամ քառակուսի մետրի մասով, հիմք ընդունելով, որ այս տունը եւ այս հողամասը արդի շուկայական պայմաններին համապատասխան չի համապատասխան մեր տրամաբանությանը, բայց որևէ հիմնավորում, որևէ փաստարկ, որևէ տրամաբանություն արկա չէ։ Իսկ գնահատումը, երբ որ տեղի ունեցավ գաղտնի, մենք հայտնել ենք, որ ինվեստորը Հայաստանի Հանրապետություն չէր այդ ժամանակ, եւ տեսնելով, որ ինվեստորը այստեղ չէ, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ այստեղ չլնելով պայմաններում մուտք գործեցին, ջարդելով բռնակը մուտք գործեցին այստեղ, մակերեսու են ուղղակի լուսանկարելով եւ գնահատում իրականացնելով առանց հաշվի առնելով, որ ունենք ձեռնահարկ, ունենք նկուղ, ունենք որոշակի գույքեր, որոնք ընդհանրապես հաշվի չեն առել գնահատման մեջ։ Ըստ էության օրենքի նախագծող կար միտք, որ օրենքի ընդունումից հետո ելույթ մնաց 15%, ելույթ մնաց համաշխարհային բոլոր խնդիրները այս քաղաքապետանի կողմից մերն կարեն անում, ասում են նորմալ է ինքորպորատիվ արվելած Դատական վեճը, որը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Մենք ամբողջ դատական գործընթացը շատ անօրինական եւ ապօրինություններ տեսանք, որը մեզ համար ենթադրություն էր այն մասին, որ կա որոշակի միտում այս գործընթացը շատ արագ լուծելու ուղղությամբ։ Մենք ներկայացրել ենք բազմաթիվ հիմքեր, որ պետք է պարզաբանել փորձագետի կողմից տված եզրակացությունը, ինչքանով է իրավաչափ, ինչքանով ոչ իրավաչափ, մասնավորապես փորձագետի համար հիմքեր հանդիսացել մի հողամասի արժեք,
որը գտնում է ոչ այստեղից ոչ այնքան հեռու, բայց իրականում ինքը հիմք էր ընդունել, որ այդ հողամասը արժե 300 մետր, բայց մենք կադաստրից պարզել ենք, որ արժե 200 մետր, եւ դրանով ինքը, քանի որ 300 մետրի հաշվարկով ավելի նվազ արժեք էր ստացել 1 քառակուսի մետրի համար, բայց մենք ցույց ենք տվել, որ 200 մետր է իրականում ցույց տալով կադաստրից ստացված պատասխանները։ Բայց դատավորը ընդդեց, որ քանի որ լիստեում անուշ օկտատերը 300 մետր է գրել, ապա պետք է հիմք ընդունել 300 մետրը եւ ոչ թե կադաստրի կոմիտեի տված իրական փաստաթուղթը։ Եվ դատական նիստը ավարտվելուց ընդամենը 5 րոպե առաջ հայցվորը կառուցապատողը դատան է ներկայացնում միջնորդություն, որ գործը եզրափակիչ դատական ակտ կայացնելիս դա ուժի մեջ մտնի, այսինքն բողոքարկումը չազդի այս գործընթացի կասեցմանը։ Եվ դատավորը հոժարակամ ընդունելով այդ միջնորդությունը առանց որևէ հարցադրման հայցվորին հավանաբար տեղյակ լինելով այդ միջնորդության մեջ բովանդակությանը, գուցե ոչ դատական գործից տեղեկանալով այդ միջնորդությանը, ընդունեց եւ մեր կարծիք հաշվի առնելով ասեց, որ դրա վերաբերյալ որոշում կայացնի ոչ թե դատական նիստում մասնավորապես բավարարելով կամ մերժելով միջնորդությունը, այլ իր վերջնական դատական ակտով։ Դեռևս 2018 թվականից սկսած մի փոքր նախապատմություն գամ հակիրճ, քննարկում էր, որ գերակա հանրային շահի մաս օրենքը չի համապատասխանում սահմանադրական դատանի որոշումների եւ միջազգային պրակտիկայի։ Եվ այդ դիսկուրսը ակնկալի քննարկել էր քաղաքացիական հասարակության իրավապաշտպանները, որ իսկապես դեպի լավը գնալու միտում կունենանք։ Եվ արդեն իսկ կառուցապատողների կողմից, հենց կառուցապատողների կողմից բնակիչների հետ բանակցությունների ընթացքում իրենց ներկայացնում էին նախագիծ, որ դեռևս հանրային տիրույթում արկա չի եղել այդ նախագիծը, ներկայացնում էին նախագիծ եւ բանավոր պնդում էին, որ այս նախագիծը իրենց լոբինգի, իրենց աշխատանքի արդյունքում է կառավարությունը ընդունում եւ այդ նախագիծը նպատակն է, որ այլևս որևէ դատական, որևէ իրավական process-ներ չլինեն եւ միանգամից անձանց սեփականության իրավունքը դադարի աստիճանաբար կառավարության որոշումը կայացնելուց հետո որոշակի գործընթացներ տեղի ունենալուց հետո կառավարության որոշումից հետո փորձաքննություն պետք է տեղի ունենալ, գումարը փոխանցվել դեպոզիտ հաշվին եւ սեփականության իրավունքը կդադարեր։ Դա մաս է կազմում այդ կառուցապատողների կողմից բնակիչների սպառնալիքների այսպիսի մի հատ փաթեթի մեջ։ Այդ նախագծի նաև տրամաբանությունն էր, երբ որ նույնպես կառուցապատողները դրա մասին շեշտում էին, որ այդ նախագիծը հետադարձ ուժ է ունենալու եւ տարածվելու այն մարդկանց, ովքեր նախկինում արդեն իսկ այդ կառավարությունների որոշումներով գերակա հանրային շահի տարածքում էին բնակվում։ Այդ նախագիծը իրականում եթե իհարկե դրա քննարկումները տեղի ունենա եւ իհարկե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումն է այստեղ շատ կարեւոր, բայց եւ այնպես դա ընդհանրապես որևէ առնչություն չունի իրավաբանության, իրավունքի, սահմանադրական դատանի որոշումների եւ եվրոպական դատանի որոշումների։ Դա ինչ որ կառուցապատողների շահերի համապատասխանող ինչ որ նախագիծ է։ Դա մեր բակն է, ես այստեղ մեծացել եմ 80 թվի ծնունդ եմ, այստեղ մեծացել եմ, սա մեր լողավազանն է եղել, մեր բակն է եղել, մեր ծառները, այստեղ մենք ամառները արևից պահպանվելու համար հովանում էինք այս ամեն ինչը եւ ծառների տակ, դե հիմա տեսնում եք այս ամեն ինչը, ինչ կերպով արեցին, ինչ դեպի կամած վերացնում են ու նեղում են մեզ։ Այս տունը իմ պապիկն է կառուցել 54 թվականին։ Եմ ասեմ, այստեղ իմ հիշողություններն է, իմ մանկությունն է անցել։ Այս ամեն քարը, այս ամեն ինչը, այստեղ ինչը որ կա, ամեն ծառը, ամեն ճյուղը իմ համար շատ թանկ է։ Ինչ որ տենց ինձ այդքան գումարն էլ չի հետաքրքրում։ Ուղղակի այս վնասները, որը որ տալիս են իրանք, համար ընդունելի չի։ Հետո ես իմ մայրն էլ ես 2 տարի է ինսուլտով պարկացա, ծանր ինսուլտով պարկացա։ Ես խնամում եմ իմ մայրիկիս, այս ամեն ինչ, այս աղմուկը, այս փոշին, այս ամեն ինչը մենք շնչում ենք, եւ հիվանդ մայրս, չհաշված երեխաները, որ գալիս են։ 815 քառակուսի հողատարածքն է, 447 քառակուսի շինությունն է եւ 390 քառակուսի ինքնակամ, բայց խնդրեի ուշադրություն դարձնեք 390 քառակուսի ինքնակամի դիմաց մենք վճարում ենք գույքահարկ, օրենքով սահմանված կարգով ինչը որ կա։ Իսկ մեր այս տարվա գույքահարկը կազմել է 1.560.000 դրամ։ Իսկ մենք վճարում ենք այդ գույքահարկը ոնց որ ականատես եղաք այս փոշին շնչելու համար։
Բայց դուք ինչ եք պատրաստվում, դատով եք հիմա դատանում։ Մենք հիմա ուրեմն եթե գործի Հայաստանում արդարադատություն, իհարկե շատ խիստ կասկածում եմ, հիմնվելով այս վերջի դատավարությունները, որը կատարվում է, արդարադատության, մենք կդիմենք հավանաբար եվրոպական ատյաններին, եվրոպական դատարան։ Ի վերջո պետք է կառավարությունը կամ քաղաքային իշխանությունը հասկանա, որ գերակաշախ ճանաչելով չի մենակ։ Իմ ամբողջ տարածքը բիզնես տարածք է։ Ինքը ոչ ուզում է բիզնես տրամադրի, ոչ ուզում է գումար տրամադրի, ուզում է շենքի մեջ տներ տա, ինչի համար։ Այս շենքի մեջ տներ, թող պետությունը ինձ թույլ տա, ես կարամ այդ տները սարքեմ։ Սեփականության վերաբաշխում ինչի համար է կատարվում։ Կամ մնացած ընդունենք մյուս հարևանները, այսինքն որ sense նայում եք ընդունենք, ուզենամ նաև դրա վրա ուշադրություն դարձնենք, նաև հողում կատարելով կոնդին մեկ է Նորագյուղին, ովքեր իրավագետ չեղան, ովքեր ֆինանսներ չունեցան փաստաբաններ վարձելու, ուրեմն իրանց խաբելու են իրանց տներից հանեն, վախացնելու են, ասելու են եթե հիմա քեզ տալիս ենք $1800, շնորհակալություն հայտնի, եթե չէ դատարանին մենք կթելադրենք։ Մեր տարածք ուրեմն գնահատվեց մոտավորապես քառակուսի մետրով ասեմ $950 Երևանի կենտրոնում ու այն գնահատումը ապահովեց, որը փողակ կազմակերպություններ տվե արդարադատության նախարարության շեշտում արդարադատության նախարարության յետակայության տակ գտնվող կազմակերպություն է։ Այսինքն արդեն բառը ասում է ինչ արդարադատության մասին է խոսքը։ Ու նույն արդարադատության մասնագետները չպատժվելով հանդերձ մեր հարևանի տուն եկան մտան շուկական արժեքից էլի կադաստրային արժեքից 4 անգամ քիչ են գնահատում առանց հիմնավորելու այսինքն իրանց ասվածա դուք այսքան անեք մենք մնացածը տերենք բայց մենք բողոքարկեցինք ամբողջ ծավալով գործը նորից ուղարկեցին առաջիացիան քննության իսկ հիմա գտնվում է Արմինե Սաֆարյանի վարույթում Դե Արմինե Սաֆարյանն էլ բաց թողումներ մենք ստացել ենք ծանուցում, որը կա ծրարների վրա։ Ստանում ենք սեպտեմբերի 21-ին, որ տեղեկացնում է մեզի, որ սեպտեմբերի օգոստոսի 5-ին պետքա դատավարություն լինի։ Բայց ստանում ենք սեպտեմբերի 21-ին։ Բայց ինքը արդեն օգոստոսի 15-ին դատավարությունը ինչ որ միջնորդություն որոշել է թե ինչ պետք է անի։ Այսինքն կա հստակ ուղղություն։ Ես խնդրեի ձեզ նաև ուշադրություն դարձնեք, փաստաթուղթ ենք պահանջում։ Փողոցը փակելու ինչ իրավունք ունեք։ Հանրային տարածք է,